Ի վերջո, ինչ արդյունք ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, սիրելի բարեկամներ, շաբաթվա ամենակննարկվող թեման։ Տեսակետները տարբեր են, բայց հիմնականում հակառուսական տրամադրությունների ներքո մեկնաբանվում է, որ Փաշինյանը փաստորեն Պուտինին ժողովրդավարության դասեր էր տալիս, խոսում էր, ինչ անկախ է, սոցցանցերը Հայաստանում հապկից բողոքեց, Ղարաբաղի հարցով ինչ-որ նկատողություն արեց, մարդիկ կենտրոնացան Փաշինյանի պատասխանի վրա, իսկ պրոռուսական տեսակետ ունեցողները ֆիքսվեցին Պուտինի հաթաթաների վրա, թե ինչպես նույնիսկ այդպիսի վերնագրեր կան մեկնաբանություններում, YouTube-յան ալիքներում, որ նայես դարեց Փաշինյանին, բայց մենք չշտապեցինք այդ մասին խոսել, ես ինքս դիտավորյալ սպասում էի հետագա արձագանքներին, գիտեք, հանդիպումները կարող են անցնել շատ ջերմմթնոլորտում, կարող են անցնել ոչ ջերմմթնոլորտում։ Ի վերջո, արդյունքները երևում են հետո, արձագանքները լինում են հետո։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը Ռոսսելխոզնադզորը մտահոգություն է հայտնել Հայաստանից ներմուծվող գյուղատնտեսական որոշ ապրանքների որակի վերահսկողության վերաբերյալ։ Կառույցի ղեկավարը պնդել է, Հայաստանի սահմանած վերահսկողությունը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պահանջներին։ Այս հայտարարությունից հետո Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները մտավախություն ունեն կրկին կսկսեն սահմանին հերթերի մեջ մնալ։ Մենք տեսանք դրանից անմիջապես հետո փոխվարչապետ Օվերչուկի բավական սպառնողական տնտեսական վտանգների մասին հարցազրույցին 10 գործակալությանը տված։ Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները, այս մասին կրկին հայտարարել է Օվերչուկը։ Նա խոստովանել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում, հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին եւ հավաստիացնում են ԵԱՏՄ-ին իրենց հավատարմությունը։ Մեր կողմից քննարկումները անկեղծ են եւ միշտ հարգալից ավելել է փոխվարչապետը։ Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, կարելի է եզրակացնել, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները այդ երկրի հետ։ Ռուսական կողմը Ռուսաստանի Դաշնության երկաթուղային կոնցեսիայի Հայաստանին հնարավոր փոխանցման մասին պատմություն իմացել է այլ երկրների գործընկերներից։ Մոսկվայի հետ ոչ ոք նման հարց չի քննարկել։ Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը նույնիսկ հանդես եկավ հայտարարությամբ կապված Հայաստանի Եվրամիություն գնալու հեռանկարի հետ, կրկին շատ սուր։ Какой-то сюр. Россия угрожает Еревану. Дмитрий Медведев заявил, что Москва должна отказаться от мягкого подхода к странам, которые стремятся в Евросоюз. По его словам, ЕС уже выходит за рамки экономического союза и может превратиться в враждебный блок, хуже, чем НАТО. И на этом фоне все чаще звучит вопрос о геополитическом выборе Армении. Մենք դրանից եզրակացրեցինք, որ հանդիպումը շատ լարված է անցել։ Բայց հետո լսում ենք Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցում իր իսկ գնահատական, իսկ Փաշինյանը հանդիպումը գնահատել է շատ լավ եւ հավաստիացնում է, որ նա Ռուսաստանի դեմ որևէ բան չի անելու եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ միտք չունի։ Եվ այն ամենը, ինչ որ խոսացել են, որևէ նորություն չկա։ Խնդրեմ, լսենք Փաշինյանի իսկ հետևությունը այդ հանդիպումից, հետո կշարունակենք եւ մանրակրկիտ կպարզաբանենք, թե ինչ ասաց Պուտինը ի վերջո, ինչ էր հասկացնում Փաշինյանին եւ ինչ պատասխանեց Փաշինյանը իրականում։ Մենք դա առանց պրոռուսական, հակառուսական, հակափաշինյանական, պրոփաշինյանական զուտ բառերը իրենց բովանդակությամբ կոնտեքստը ասելիքը։ Ի սկզբանե ասեմ, որ իսկապես ես համամիտ եմ Փաշինյանի հետ, որևէ նորություն չկա, եւ Փաշինյանը ուղղակի Պուտինի մոտ վերահաստատեց, որ ինքը իրականում որևէ արևմուտք էլ չի գնում, ոչինչ էլ Պուտինի կամքին հակառակ չի պատրաստվում անել։ Լսենք, կշարունակենք։ Նախ իմ Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, եւ մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար, եւ ես ինչպես ասել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում։ Մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումն էր այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ էլի հղում անելով նախկինում իմ առած հայտարարություններին, ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական, եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, իմ կարծիքը այն է, ինչ որ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ
հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ որ ասել եմ այստեղ ձեզ բոլորիդ, քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ ԵԱՏՄ ասիկ որն է այն պահը, որ ես պետքա որոշեմ։ Ես որոշել եմ եւ որոշման մասին հայտարարել եմ։ Որ քանի դա համատեղելի է, մենք կհամատեղենք։ Ոչ մի չի ասել չի համատեղելի չի։ Կամ եթե որևէ մեկը ասում է չի համատեղելի, չի։ Փաստն է, որ համատեղելի է։ Հիմա այսօրվա իրականությունը եւ նախորդ թողշրջանի իրականությունը դրա մասին է, որ համատեղելի է։ Որովհետեւ մենք ես ասում եմ, որ դուք հարցրեք ես որն է լինելու կետը, որ ես որոշել եմ արդեն եւ որոշումս հայտարարել եմ։ Ուրեմն առաջին իսկ վարկյաներից Պուտինը ինչ է խոսում, ինչի մասին է խոսում։ Ես ընդհանուր առանձնացնեմ, հետո մենք մանրամասն կասենք։ Առաջինը նա անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Главное, чтобы вот эти внутриполитические процессы, они всегда обостряются в ходе любых предвыборных кампаний, чтобы вот это обострение, уверен, что и в Армении все то же самое, что и в России, и в других странах мира происходит, чтобы эти обострения нам никак не навредили в наших отношениях между Россией и Арменией. Այսինքն Ռուսաստանի ղեկավարը միանգամից հասկացնում է, որ Հայաստանի ներքաղաքական ընտրություններին ինքը անտարբեր չի եւ միջամտելու է։ Ինչու է դա իրեն թույլ տալիս։ Ես սա համարում եմ ամենապրոբլեմատիկը Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, որովհետեւ որ ինչպիսին է լինի պետությունը հզոր, ինչքան էլ դու կախված լինես նրանից, նրա ղեկավարի կողմից անմիջական միջամտությունը քո երկրի ներքին գործերին, իսկ ընտրությունները երկրի ներքին գործեր են։ Դա ցույց է տալիս քո թուլությունը, որ դու ներքին առումով նույնիսկ պատասխանատու ես գերտերության ղեկավարին։ Եվ ասեց, որ պրոռուսական ուժեր նման ձևակերպում տվեց Պուտինը ըստ էության ինչ որ իմաստով նվեր տալով Փաշինյանին, որ գա Հայաստան եւ ասի տեսեք Պուտինի ինքը ասաց, որ Հայաստանի ընդդիմությունը դա պրոռուսական ուժեր են։ И много политических сил, которые настроены пророссийски. Конечно, я скажу вам совершенно откровенно, у нас с вами такой диалог, что мы всегда с вами говорим по-честному и прямо. Вот. Нам очень хотелось, чтобы все эти политические партии, политики смогли принять участие в этой внутриполитической работе в ходе выборов. Некоторые, я знаю, находятся в местах лишения свободы, несмотря на то, что у них паспорт российский есть. Это ваше решение, мы не вмешиваемся, но хотелось бы, чтобы они все могли, во всяком случае, принять участие в этой внутриполитической работе. Եվ այս առումով իրականում, եթե ռուսական կողմը միտք ուներ Փաշինյանին թուլացնել, հարվածնել, ապա շատ վատ ծառայություն մատուցեցին այդ առումով, հակառակը նպաստեցին Փաշինյանի հեղինակության բարձրացմանը այն իմաստով, որ իրականում Հայաստանում ընդդիմությունը փորձում է, այսինքն ընդդիմադիր հիմնական ուժերը, փորձում են դիրքավորվել ոչ թե պրոռուսական, այլ հայաստանակենտրոն։ Այս առումով իհարկե դա ավելի ձեռնտու էր Փաշինյանին, քան ընդդիմությանը։ Բայց ինքնին փաստը, որ Պուտինը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, զգուշացնում Փաշինյանին, որ խոչընդոտներ չստեղծի, Փաշինյանը այստեղ է արդարանում, որ իրականում Հայաստանում ժողովրդավարություն է եւ որևէ խոչընդոտ չի ստեղծվում։ Այսինքն Փաշինյանը ոչ թե Պուտինին ժողովրդավարության դասեր է տալիս, այլ ասում է, որ այդ պրոռուսական ընդդիմության համար որևէ խնդիր չկա, բայց Փաշինյանի հետագա պատասխաններից, որ մենք կտեսնենք, որ ամենապրոռուսականն է երևի թե ինքն է, բայց հերթով։ Սա առաջինն էր, որը ես համարում եմ խնդիր։ Ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական ընտրական գործընթացների մասին ցանկալի կլիներ խոսք չլիներ, բայց Փաշինյանը իր թուլությամբ ցույց տվեց, որ այդ հարցը կարող է Պուտինը բարձրացնել, այսինքն դնել պայման, պահանջ, ասում է իհարկե մենք չենք խառնվում, բայց պայման, որ մի խոչընդոտի պրոռուսական ուժերի ընտրություններին եւ դրանք չպետք է վնասեն հայ-ռուսական հարաբերություններին։ Ուղղակի կարելի ասել նախազգուշացում։ Բայց Փաշինյանի պատասխանին մենք հետո կանդրադառնանք, երկրորդ ինչին անդրադարձավ Վլադիմիր Պուտինը, խոսեց տնտեսական կապերի մասին, թե ինչ կարևոր է Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար։ Եվ հրապարակեց թվեր, որ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել 11 միլիարդ նախանցած տարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է, եւ դրա առողջի բաժին իրականում ընկնում է ռեէքսպորտին, այսինքն սանկցիաների տակ գտնվող ապրանքները, որոնք Ռուսաստան չեն արտահանվում, Հայաստանի միջոցով վերարտահանվում են Ռուսաստան, եւ հենց դրա արդյունքում պատկերացրեք, ես ձեզ բերեմ մեր վիճակագրությունը, Հայաստանում Սամվել Ալեքսանյանին գործարար, այդ գիտեք, մոբայլ սենտրի
այդ նրան են վերագրում, որ պատկանում է իրեն կամ երևի մասնաբաժին ունի, չեմ կարող հաստատ ասել, բայց հայտնի գործարար, որին նաև օլիգարխ են անվանում, ով նախկին իշխանությունների հետ էր ասոցացվում, հանրապետական խմբակցության падգամավոր է եղել, նա այսօր պատկերացրեք բոլոր Հայաստանի ձեռնարկություններից, նույնիսկ Գազպրոմին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ամենահարուստ հիմնարկներն էին Հայաստանի հարկատուները, տվե անցել է ինքը ընդհանրապես հեռախոսների եւ կենցաղային տեխնիկայի, թվային տեխնիկայի ֆիրմա է, Mobile Center-ը։ Դարձել է Հայաստանի թիվ 1 հարկատուն, պատկերացնում եք, այսինքն ինչ մասշտաբի ռեէքսպորտ է եղել Հայաստանի տարածքով Ռուսաստանից։ Քսան ինչի մասն է խոսում, որ Հայաստանի իշխանությունների դաբրոյով իրականում մեր երկրի հարուստները աշխատել են Ռուսաստանի հետ բիզնեսից։ Եվ այս տրամաբանության մեջ խոսել եվրոպական ինտեգրացիայի մասին ծիծաղելի է, որովհետև հայկական բիզնեսը ամբողջությամբ կապված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Եվ ակնարկը Պուտինի հենց դրան էր վերաբերում եւ ասաց, որ նախանցած տարվա համեմատ այս տարի 6 միլիարդ է, բայց նույնիսկ այդ իջեցումը բարձր է Ադրբեջանի հետ առևտրի շրջանառության տեմպերից, Ադրբեջանում 5 միլիարդ։ Այսինքն ցույց տվեց Պուտինը, որ Հայաստանը տնտեսական մեծ օգուտներ ունի։ Եվ այդ կոնտեքստում միանգամից անցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ հրճակված Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի այդ տրամաբանության մեջ իրականում նման օրակարգ չկա։ Հայաստանը երբեք չի հայտարարել պաշտոնապես, որ Եվրամիությանն անդամակցելու նպատակի հրճակում, որովհետև եթե նման բան պաշտոնապես կառավարության եւ օրենսդիր մակարդակում ոչ թե օրենք մտադրության մասին։ Հայաստանում ընդունվել է օրենք մտադրության մասին, գործընթաց սկսելու մասին, բայց ոչ երբեք գործընթացի մասին։ Եվ որովհետև դա կնշանակեր արդեն գոյություն ունեցող ԵԱՏՄ-ի հետ հակադրություն։ Բայց քանի որ Հայաստանում կա այդ օրենքը, Նիկոլ Փաշինյանը գնում Եվրախորհրդը անում ելույթներ է ունենում, ինչ որ խոստումներ է տվել մեր ժողովրդին, որ մենք Եվրոպայի հետ մաքսիմալ պետք է մերձենանք։ Պուտինը հստակ հասկացրեց, որ մաքսային միությունները տնտեսական միություններ այդ երկու միությունների անհամատեղելի են, որտեղ մարդը ասում է մենք խնդիր չունենք Եվրոպայի, ցանկը հասկանում ենք, որ Հայաստանը ցանկացած երկրի հետ կամ այլ միավորման հետ կցանկանա իր հարաբերությունները զարգացնել, բայց համատեղ միասնական գտնվելը Եվրամիությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում անհնար է։ Мы видим, что в Армении идет дискуссия о развитии отношений с Евросоюзом. Мы к этому относимся абсолютно спокойно. Мы понимаем, что любая страна ищет максимальные преимущества от сотрудничества с третьими странами. Но это должно быть очевидно, это должно быть по-честному, заранее, что называется, на берегу сказано, нахождение в таможенном союзе с Евросоюзом и с Евразией невозможно. Դա նորություն չէ։ Մենք այդ մասին խոսել ենք կարելի ասել տասնյակ տարի արդեն անցել, 2013 թվականից ի վեր, ամեն տարի այս թեման քննարկվում է, բոլորս գիտենք, որ համատեղելի չէ, Պուտինը նորից հիշեցնում է, Նիկոլ Փաշինյանն էլ համաձայնվում է։ Եվ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, հետո կանդրադառնանք։ Այսինքն մենք հերթով Պուտինի բոլոր խոսքերը համակարգված են եւ ունեն իրենց մեջ կոդ, պարունակում են կոդեր։ Ներքին քաղաքական հստակ հասկացնել տվեց, որ պրոռուսական ուժերի համար խնդիրներ մի ստեղծի, թե չէ մեր հետ կունենաս խնդրեմ։ Երկրորդ տնտեսական շահերը նշեց, որ եթե դու հանկարծ Ռուսաստանին ոչ հաջող որոշումներ կայացնես պրոարևմտյան ուղղությամբ, այդ օգուտներն այլևս չեն լինի, անհամատեղելի է, այսինքն ակնկալիք չունենաք, եւ հետագայում Օվերչուկի հայտարարությունները մասնավորապես վերաբերում են երկաթուղիներին, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հատկապես այս թրիփի նախագծից հետո ինձ թվում է դա ոչ թե եվրոպացիների, այլ ավելի շատ թուրքերի պահանջն է, որպեսզի ռուսական կառավարումը երկաթուղիների անցնի հայկական կողմին, որպեսզի հայերին ինչ ուզեն թելադրեն։ Բայց միաժամանակ իհարկե աշխարհաքաղաքական գործոն է դա Եվ հայկական կողմը որևէ պատճառ չի բերում բացի այն, որ դա կարող է խնդրեմ ստեղծել մրցակցային վատ իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար այլ գործընկերների հետ։ Ռուսական կողմը կտրուկ դրան համաձայն չէ, ասում են մենք պատրաստ ենք ներդրումներ անել այդ ոլորտում եւ մասնակցել այդ կոմունիկացիաներին, այսինքն ինչ խնդիր կա, որ դուք մեզ դուրս եք հեռացնում եք, այսինքն եւ Օվերչուկը միանգամից հարցազրույցում 10-ի Սա այն խոսակցությունն է, որը միանշանակ տեղի է ունեցել Պուտինի Փաշինյանի հետ դռների ետևում, այսինքն հրապարակային այդ մասին չեն խոսել։ Երևի թե Փաշինյանը բարձրացրել է նորից այդ հարցը, ռուսները հասկացրել են, որ եթե դու ցանկանում ես որպեսզի ռուսական կապիտալը դուրս գա, Օվերչուկը հետո հրապարակային հայտարարեց. մենք արգելելու ենք հայկական բիզնեսի գործունեությունը Ռուսաստանում։ Այսինքն, եթե խնդիրը ռուսական ներկայությունը վերացնելն է, մենք եւ
պատասխան ռեակցիա ենք ունենալու, այսինքն որևէ հիմնավորում չկա, թե ինչու պետք է ռուսները հրաժարվեն հայկական երկաթուղիների այդ կոնցեսիոն կառավարումից, որովհետև ըստ ռուսների իրենք իրենց պարտավորությունները կատարում են եւ ավելին պատրաստ են ներդրումներ անել։ Եվ փաստորեն հանդիպման տրամաբանությունը այդ շրջանակներում է։ Ռուսները ուղիղ նաեւ հետո Պուտինը խոսում է գազի գնի մասին, ուղիղ հասկացնում են, որ Հայաստանը ստանում է Եվրոպայի համեմատ էժան գազ 174 թե 5 դոլար սահմանին կամ 175.5, մինչդեռ եվրոպացիները մինչև 600 դոլար։ Вы знаете, цены на энергоносители, цены на газ, скажем, в Европе где-то зашкаливают за $600 за 1000 кубов, а Россия продает газ Армении $177.5 за 1000 кубов. Разница большая. Այստեղ կա հետաքրքիր մանիպուլյացիա, որի մասին կխոսեմ, իրականում սահմանին ստացվող գազը կապ չունի վերջնական սպառողի գնի հետ, այսինքն որ մենք գազը մեր բնակարաններում այրում ենք, մենք արդեն այրում ենք մոտ 300-ից 400 դոլարով։ Եվ դա, ես ձեզ կարող եմ համեմատություն անցկացնել, Հունգարիայի գներն են, բայց Հունգարիան Ռուսաստանի հետ ունի արտոնյալ հարաբերություններ, ստանում է մենք ֆրանսիացու եւ գերմանացու համեմատ 4 անգամ էժան գազ ենք վառում։ Բայց երբ Պուտինը հնչեցնում է $170, դա ականջին հաճո է, հա։ Մենք հասկանում ենք, որ էժան գազ ենք ստանում։ Իրոք սահմանին համեմատ էժան է, քան Երևանում։ Այսինքն Հայաստանի հյուսիսային մարզերի բնակիչները կամ ձեռնարկությունները ավելի էժան են ստանում։ Ինչու է թանկանում, երբ որ հասնում է Երևան կամ հարավային շրջաններ, որովհետև դա տրանսպորտային ծախսերն են, հա, այդ ենթակառուցվածքների, խողովակաշարերի, կայանների, այդ ծախսերը ներառվում են գնի մեջ։ Պուտինը հասկացրեց, որ եթե դու ուզում ես գնաս Եվրոպա, լինելու են եվրոպական գներ։ Ես ի դեպ այստեղ ուզում եմ համեմատենք, սիրելի բարեկամներ, հայկական գազի գինը Վրաստանի հետ։ Վրաստանն է Ռուսաստանից գազ առնում ի դեպ։ Բայց Վրաստանը իր տրանզիտի շնորհիվ, սա այն է, ինչի մասին ես միշտ խոսել եմ, որ Փաշինյանի իշխանությունը չի կարողացել խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ Ադրբեջանից հասնել առավելագույնի, Ամերիկայից ստանալ առավելագույնը։ Տեսեք, Վրաստանը ոչ թե անխոչնդոտ ճանապարհ է տալիս Ադրբեջանին իր խողովակաշարերի եւ երկաթուղիների համար, այլ մաքսիմում գանձում է տրանզիտ, բայց միաժամանակ տրանզիտը ապահովելու համար ստացել է սոցիալական գազ է դա նույնիսկ կոչվում, ահավոր էժան Ադրբեջանը ըստ էության սուբսիդավորում է վրացիների գազը, ստանում են էժան։ Այսօր վրացիները իրենց երկրում սպառում են Հայաստանից, կարելի է ասել, մոտավորապես կրկնակի էժան գազ։ Իրենց մոտ բայց Ռուսաստանից ներմուծումը հասցրել են, մեծացրել են մոտ 40-50%-ի։ Եվ Ադրբեջանի տրանզիտի, որը մենք էլ չէ, թրիփով Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին բացատրում է, որ ինչ արտոնություններ ենք ստանալու, դա չկա։ Նույնիսկ հեռանկարում չի նշмарվում, որ Վրաստանի նման արտոնություններ կունենանք Ադրբեջանից։ Տեսականորեն եմ ասում, եթե ռուսները թանկացնեն, օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող է հիմա Ալեն Սիմոնյանը հատկապես դարձել են ադրբեջանասեր։ Մեզ կարող են ասել Ռուսաստանը կտրի, մենք Ադրբեջանից կբերենք, հա, ադրբեջանական բենզինի մասին են խոսում, այսօր էլի բենզինը հասել է, ճիշտ է, նավթի գների հետ էլ է դա կապված Իրանի պատերազմի առումով, բայց ամեն դեպքում ադրբեջանական բենզինը էսի միշտ չէր էլի, էսի միշտ այնց էժանացում չէր։ Մենք ավելի էժան ռուսական բենզին ենք ունեցել մի քանի տարի առաջ։ Հետևաբար ամեն դեպքում դա հասկացնել տվեց, որ էներգետիկ առումով իսկ հարցը մենակ տանը գազ վառելը չի կամ մեքենա գազ վառելը չի, հարցը նաև այն է, որ գազով է նաև արտադրվում Հայաստանում էլեկտրաէներգիա։ Ջեկերը, ջերմաէլեկտրակայանները ապահովում են հսկայական մաս չափաբաժին մեր էլեկտրաէներգիայի արտադրության, ատոմակայանը եւ դրա սպասարկումը եւ նաեւ ժամկետի երկարաձգումը մինչեւ 2030-ականներ եւ նաեւ ուրանը, որով աշխատում է ատոմակայանը, կրկին գալիս է Ռուսաստանից։ Պուտինը դրա մասին չի խոսում, ես եմ ասում։ Վստահ եմ Փաշինյանը այդ մասին հասկանում է։ Այսինքն սա մի իրավիճակ էր, որ Պուտինը ընտրություններից առաջ նաև ինձ թվում է այդ խոսքերը ուղղված էին հայ ժողովրդին ավելի շատ քան Փաշինյանի, որովհետև Փաշինյանին հաստատ տարիներ շարունակ դա բացատրել են։ Մեզ են դա ասում, որ եթե ընտրեք այս մարդուն, որը վստահելի չի մեզ համար, ոնց որ թե, հա, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ առանձին խաղեր տվեց, Թրամփի հետ առանձին ծրագիր է անում, նույն ռուսական տեսանկյունն եմ ասում։ Իմացեք հայ ժողովուրդ, որ սենց հետևանքներ է լինելու։ Այնուհետև խոսեց Ղարաբաղի մասին,
ռուսական կողմը այստեղ Պուտինը փորձեց արդարանալ եւ այստեղ է որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ իմաստով դեմ տվեց Պուտինին պատին, ճակերտավոր եմ ասում, բայց դա ամենևին կրկին Փաշինյանի օգտին չէ։ Փաշինյանի արձագանքին կրկին կանդրադառնանք, լսենք թե ինչ է ասում Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի հետ կապված։ Конечно, самый чувствительный вопрос до сих пор, мы это понимаем, мы с вами часто об этом говорим, это все, что связано с Карабахом. Много раз мы постоянно об этом с вами говорим. И мы знаем, что и у вас, и у ваших коллег возникали, и до сих пор возникают вопросы и какие-то претензии к организации договора о коллективной безопасности, ОДКБ. Мы с вами постоянно к этому возвращались. Но я думаю, что тоже очевидным является, что после того, как вы в Праге в 2022 году признали, что Карабах является частью Азербайджана, вмешиваться со стороны ОДКБ в этот процесс, который приобрел внутриазербайджанское измерение, просто совсем был некорректный вопрос о воссоединении Карабаха, если считать его частью Азербайджана, я не оцениваю, хорошо это или плохо. С точки зрения организации мирной жизни, думаю, что, наверное, в этом был смысл. И, кстати, сегодня, благодаря вашим усилиям и усилиям президента Азербайджана, сейчас, мне кажется, удалось выйти на стабилизацию отношений, и президент США принял в этом активное участие. И размораживаются, на мой взгляд, и транспортные пути и так далее. И здесь нужно просто искать дальнейшие способы укрепления отношений. Но мне кажется, что здесь мы тоже должны точку поставить. И было бы лучше, если бы это не было такой частью внутриполитического процесса, особенно в ходе предвыборной кампании. Տեսեք, Ղարաբաղի թեմայի առումով ինչն է խնդիր։ Պուտինը ասում է, որ մենք այլևս որևէ բան չեն կարող անել հապկի հետ կապված, մասնավորապես, որովհետև Հայաստանը, այսինքն դու Նիկոլ Փաշինյան, որովհետև Հայաստանի ժողովուրդը իրավաբանորեն չի ճանաչել։ Իրավաբանորեն Հայաստանը կճանաչի Ղարաբաղ-Ադրբեջանի մաս, երբ որ համաձայնվի Նիկոլ Փաշինյանի հետ համանդրական փոփոխություններ անեն, հրաժարվեն անկախության հռչակագրից ժամանակ հայ ժողովուրդը դաբրո կտա Փաշինյանի որոշմանը։ Առայժմ հայ ժողովուրդը համաձայն չէ, որ Ղարաբաղ-Ադրբեջանի կազմում է իրավաբանորեն։ Եվ Պուտինը հասկացրեց, որ ինչ ես դու հապկից ակնկալում կամ Ռուսաստանից, երբ որ ինքդ Ղարաբաղը ճանաչել ես Ադրբեջան։ Փաշինյանն էլ ֆրաց եւ ասաց, որ Ռուսաստանը դրանից առաջ երկու անգամ ճանաչել է Ղարաբաղ-Ադրբեջան, Հայաստանն էլ ստիպված ճանաչեց։ По поводу Карабаха мы неоднократно это обсуждали, и в основном в рабочем формате. Да, мы признали Карабах в составе Азербайджана, но мы сделали это только после того, как высшее руководство Российской Федерации дважды публично об этом говорил, и вы помните, мы об этом неоднократно говорили, и наши проблемы с ОДКБ тоже мы никогда не скрывали, потому что у нас в 2022 году была конкретная ситуация, и, по-моему, механизмы ОДКБ должны были заработать, но они не заработали, и это, конечно же, привело к той ситуации, которая у нас есть в отношениях ОДКБ. Мы сейчас не участвуем в работах ОДКБ, потому что из-за простой причины мы до сих пор не в состоянии объяснять нашему народу, нашим гражданам, почему ОДКБ не среагировала вопреки тем обязательствам, которые есть согласно договору об организации о коллективной безопасности. Տեսեք սրա խայտարակությունը ինչն է։ Հիմա ես օրինակ հարց ուղեմ Փաշինյանին, հարց ունեմ։ Երբ Ռուսաստանը մի օր կանգնի եւ ասի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի մաս, երկու անգամ կրկնի, Նիկոլ Փաշինյան դու ես շարունակելու կրկնել, ես ուղիղ այդ հարցը տալիս եմ, այսինքն դա ինչ արդարացում է, որ Ռուսաստանը ճանաչել է, հետեւաբար Ռուսաստանը ինչու է Հայաստանին ճանաչում, դա քո կոնֆլիկտն է։ Կոնֆլիկտը ինչ է նշանակում կոնֆլիկտ, որ ինքդ դու համաձայն չես աշխարհի ճանաչման հետ, դրա համար առաջացել է կոնֆլիկտ, որովհետև եթե դու համաձայն լիներ, կոնֆլիկտ չէր լինի։ Դու ինքդ ասում ես, որ աշխարհը կայացրել է անարդար որոշում, որը սովետական պոլիտբյուրոյի կոմունիստական Ստալինի գլխավորությամբ որոշում էր Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի ինքնավար մարզ տարածք որպես։ Եվ Խորհրդային Միության բազմաթիվ որոշումներ չեղարկվել են եւ ինչպես հենց Ռուսաստանը այսօր չեղարկել է Խորհրդային Միության որոշումները Ղրիմը ճանաչելով Ուկրաինա եւ այլն։ Աբխազիան, Օսետիան որպես Վրաստան։ Այսինքն Ռուսաստանը ինքը հրաժարվում է Խորհրդային Միության որոշումներից, բայց դու կարող ես Պուտինին ասել, այդ ոնց է դու ուրիշ որոշումները ճանաչել ես ապօրինին, բայց Ղարաբաղի հարցում հանկարծ դա օրինական էր Խորհրդային Միության որոշումները։ Դու ինքդ պետք է հակաճառեիր Պուտինին, եթե դու տենց ինքնիշխան
Հայաստանակենտրոն, Հայաստանի շահերից էր խոսում։ Ասեր, որ հենց Ղարաբաղի բնույթը կոնֆլիկտին էր, որ խորհրդային Ռուսաստանը, խորհրդային միությունը բռնակցել է դա Ադրբեջանին։ Եվ հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել այդ անարդարության հետ։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ խորհրդային միությունը ինչ արել ճիշտ է արել, եւ քանի որ Ռուսաստանը ինքը ճանաչում է, մենք էլ ընդունում ենք դա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իրականում պրոռուսական պուտինյան գիծ է տանում Ղարաբաղի հարցում։ Եվ այստեղ իրականում նա համաձայնվում է Պուտինի հետ։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ը ինչու Հայաստանին չպաշտպանեց, տեսեք, երբ որ Ղարաբաղը դու ճանաչում ես Ադրբեջան, դու նշանակում ես ճանաչում ես, որ դու ագրեսոր ես եղել։ Հետևաբար քո դաշնակիցներին, ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին ներքաշում ես պատերազմի մեջ, որ բայց ինքդ ընդունելով, որ դու ագրեսոր ես ու արդարացի չես։ Դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանի խայտարակ կեցվածքը ստեղ։ Սա աբսուրդ է։ Նիկոլ Փաշինյանը իրավունք ուներ ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին մեղադրել միայն մի դեպքում, եւ Պուտինը դա հասկացնում է։ Երբ դու չճանաչեիր Ղարաբաղը Ադրբեջան եւ կոնֆլիկտը մնար չլուծված, այդ դեպքում կարայր մեղադրեիր, որ ձեր դաշնակցին մենակ եք թողել։ Բայց եթե դու ճանաչել ես, որ դու ագրեսոր ես ու Ղարաբաղը Ադրբեջանի, ինչ ես էլ մեղադրում։ Եվ Պուտինը դա էր բացատրում, որ բավական է հայ ժողովրդի մեջ էդի մցնես եւ անընդհատ մեզ սլաք ուղես։ Հարցը փակված է, քո համար խաղաղություն է հաստատված, ուրեմն տենց էլ թող լինի։ Եվ դա ձեռատալիս Ռուսաստանին մեծ հաշվով։ Որովհետև ինքը Ադրբեջանի հետ այլևս այս թեմայում թշնամություն չի ունենում։ Ինքը Ադրբեջանի հետ այլ ձևեր է մշակելու արդեն։ Եվ Հայաստանի հետ էլ։ Եվ ես մի բան ասեմ, սիրելի ժողովուրդ, որ այն մտայնությունը, որ Ղարաբաղի հարցը հիմա փակված է ամեն ինչ օքեյ, մենք տեսնում ենք, որ առաջացավ Սյունիքի հարց, Միջանցքի հարց։ Եվ թող որևէ մեկը պատրանք չունենա, որ եթե ռուսական ճակերտավոր կայսրությունը որոշի, Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն, Ղարաբաղի նման չի առաջանա Զանգեզուրի կոնֆլիկտ։ Որովհետև խնդիրը Ղարաբաղը չէր, խնդիրը հայ ժողովուրդն է, Հայաստանն է, Հայաստանի տարածքով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև կապ ստեղծելն է, ուղիղ կապ։ Եվ Ղարաբաղով այդ հարցը դեռ չի լուծվել։ Դրա համար առաջացել է Զանգեզուրի Միջանցքի Սյունիքի հարցը։ Եվ այստեղ է Նիկոլ Փաշինյանի տոտալ տապալումը, որ նա գնում է կրկին Պուտինի մոտ, այդ թեմայով կրկին փորձում է իբր սլակնել ուղղելով ՀԱՊԿ-ի դեմ, բայց իրականում Պուտինը ինքը հասկացրեց, որ ՀԱՊԿ-ից ինչ ես ուզում, մեզնից ինչ ես ուզում, դու ես ճանաչել։ Հիմա արդարացիա ոչ, դուք ինքներդ դատեք, բայց եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում Վլադիմիր Պուտինին Ադրբեջանի հետ խաղաղությանը նպաստելու հարցում։ В первую очередь, спасибо за приглашение, теплый прием. Ну, конечно, мы сейчас с вами обед пойдем. Да, еще спасибо за угощение авансом. Как я уже сказал, между Арменией и Азербайджаном установлен мир, и вы упомянули имя президента Трампа. Это очевидно, что он нес свой вклад в этом процессе, но очевидно, что вы тоже играли лично и играете ключевую, очень важную роль в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией. И во всех этих процессах вы всегда поддерживали, мы всегда были в тесном контакте, я всегда периодично информировал вас, какие процессы идут. И, между прочим, в августе прошлого года, когда я вернулся из Вашингтона и позвонил вам, я тогда говорил, что это открывает то, что произошло в Вашингтоне, открывает новые возможности для наших отношений тоже. И я, конечно же, еще раз хочу вас поблагодарить за ту поддержку, которую я всегда чувствовал в процессе установления мира между Арменией и Азербайджаном. Ну, наши отношения с Российской Федерацией и наши личные отношения в течение последних лет, они прошли через очень много испытаний. И я очень рад и хотел еще раз поблагодарить за ту доверительную атмосферу, которую создали в первую очередь вы. Потому что если бы вы не хотели, что у нас были такие открытые доверительные отношения, я думаю, очевидно, я не был бы и я не в силах это делать. И я уверен, что по итогам и в результате нашего диалога эти возможности будут использованы. Спасибо большое. Благодарю вас. Մի կողմից մեղադրում է Ռուսաստանին, նույնիսկ Ռուսաստանին էլ չի մեղադրում, եթե ուշադիր լինենք, ՀԱՊԿ-ին է մեղադրում, որովհետև ՀԱՊԿ-ի մեջ Բելարուսն ու Ղազախստանը ցնում են նրանց վրա։
եւ Ռուսաստանի անուն չի տալիս։ Իսկ իրականում հայ-ռուսական պայմանագրեր էլ կան եւ Նիկոլ Փաշինյանը ուղղակի խոսապում է Ռուսաստանի անուն տալ, որովհետեւ դա Պուտինի կողմից այլ արձագանք կունենա, նա հապկի անուն է տալիս, լղոզելով, որովհետեւ հապկը մենակ Ռուսաստանը չէ։ Եվ մի մարդ, որը իր հանդիպման ժամանակ մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում Պուտինին խաղաղությանը նպաստելու համար, ասել, որ ինքը Պուտինին դեմ տվեց հապկով, չգիտեմ ինչով, ծիծաղելի է։ Եվ ինքը, ինչպես տեսանք, Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ իրականում որևէ խնդիր չկա։ Եվ շատ դրական է գնահատել եւ որևէ նորություն չկա։ Այցը շատ հաջող եմ գնահատում։ Ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Այստեղ ուզում եմ ճիշտ հասկանանք իրար։ Ես միշտ կարելի ասել կաշվից դուրս եի գալիս, որովհետեւ մի ժամանակ մեր հասարակությունը այնքան պրոռուսական էր, ռուսամոլությամբ էր տարածված, եւ դա քարոշության հետևանք էր։ Որ ես կաշվից դուրս էի գալիս իմ հաղորդումներով եւ տարբեր հարցազրույցներում ցույց տալով սիրելի բարեկամներ, որ պետք չէ ֆանտազիաներ ունենալ, որ չգիտեմ ինչ որ փրկիչներ, դաշնակիցներ գալու են մեզ փրկեն։ Որովհետեւ միշտ եղել է Հայաստանի խնդիրների լուծումը միայն հայ ժողովրդի ուժերով։ Միշտ որևէ փրկիչ չի եղել։ Եղել է իհարկե շահերի համատեղում։ Եղել է որ Ռուսաստանի հետ ինչ որ մի этаպում հայ ժողովրդի շահերը համատեղվել են եւ այսօր էլ կա այդ հնարավորությունը, եթե Ռուսաստանում քաղաքականություն փոխվի, բայց միաժամանակ մենք գիտենք, որ որոշակի ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Գորչակովն է համարվում, նրանց Գորչակովի ֆոնդ գոյություն ունի նույնիսկ։ Գորչակովը նրանց ժամանակին կայսրության, ռուսական կայսրության արտաքին գործերի նախարար։ Ռուսական կայսրության քաղաքականությունն էր դա, որ Գորչակովն է հայտարարել իր հուշերում կան այդ ամեն ինչը, որ Արևմտյան Հայաստանը մեզ պետք է, որպեսզի Թուրքիայից զիջումների հասնենք Բոսֆոր դարդանելու։ Այսինքն միջերկրական ծովին հատվածում նեղուցներով, որտեղ միջազգային առևտուրն է տեղի ունենում։ Այսինքն մարդ պետք է գրագետ լինի պատմություն իմանա, որպեսզի հասկանա Ռուսաստանի հետ ինչպիսի հարաբերություններ կլինեն։ Ռուսաստանը միշտ առաջնորդվել է շահերով, եւ Թուրքիայի հետ կլինի, Եվրոպայի հետ կլինի։ Նա ունենում է ինչ որ կոզերներ իր ձեռքում եւ կախված իրավիճակից խաղում է այն խաղը, որը խաղում է։ Իսկ Հայաստանը, որ միշտ մտածի, որ Ռուսաստանը պարտավոր է, այսինքն Հայաստանի մեջ միշտ հայ ժողովրդի մեջ մցված է, որ օրինակ նախկինները իրան թալանել են, նախկինները իրան պետք է բարորի մեջ, բամբակի մեջ մեծացնեին պահեին։ Եթե ինքը լավ չի, ուրեմն իրան թալանել են։ Եթե ինչ որ մի բան չստացվեց, ուրեմն իրան դավաճանել են դաշնակիցները, թողել են մենակ։ Ինքը որ չի գնում կռվի իր հողի համար, ասում են, չէ՞, սովետական քարոզավորն էր, գներեք արտահայտության համար, Պորնիկ Եվրոպան դավաճանեց, հիմա էլ ռուսը դավաճանեց։ Այսինքն այդ հպատակի, ստրուկի, չգիտեմ, սեփական կյանքի համար, սեփական ճակատագրի համար պատասխանատվություն վերցնելուց խուսափողի թույլի հոգեբանությունն է, որը քարոզով մինչև այսօր մցվում է։ Եվ այսօրվա իշխանությունների կողմից այդ քարոզը կրկին նախկիններն են, ռուսներն են, իսկ իրանք մեղք չունեին, իրանք սուրբ էին։ Դա կրկին հայ ժողովրդի մեջ ձևավորում է այդ ստրուկի հոգեբանությունը։ Արտաքին մեղավորներ միայն։ Հա։ Դա ինչ ասեմ, դժբախտ, չկայացած, կյանքում ոչինչի չհասած, մեծ առումով ոչինչ իրենցից ներկայացնող մարդկանց մտայնությունն է դա։ Սեփական ճակատագրի համար պատասխանատվություն չկրելը։ Եվ այս առումով ես Ռուսաստանին բացարձակապես չեմ արդարացնում, Ռուսաստան առաջնորդվել էր շահերով, եւ կրկին ձեզ կհիշեցնեմ, որ Ռուսաստանը, այսպես ասած, աշխարհակաղակական տեսաբանները ունեն մի հայտնի խոսք. Ռուսաստանը չունի դաշնակիցներ, բացի բանակն ու նավատորմը։ Հետևաբար Ռուսաստանից պետք է սովորել, թե ինչպես պաշտպանել իր երկրի շահերը։ Եվ նեղանալ նրանից մի բանում, որ նա առաջնորդվել էր երկրի շահերով, դա հիմարություն է։ Եվ ես, երբ որ Նիկոլ Փաշինյանը հռչակեց հավասարակշռման քաղաքականություն, ես այն ժամանակ դա ողջունել եմ։ Ես նույնիսկ ունեմ հարցազրույց նիկոլական, այսպես ճակերտավոր ասած, մեդիայում, որտեղ ասում են, որ դա ճիշտ քաղաքականություն է։ Բայց Նիկոլ Փաշինյանը հետագայում դրանից հրաժարվեց, չգնաց հավասարակշռման քաղաքականությամբ, այլ հակառակը նորից վերադարձավ պրոռուսական գիծ եւ այսօր շարունակում է այդ գիծը ինչքան էլ ձեզ փորձում է համոզել PR ակցիաներով, որ ինքը գնում է Եվրոպա։ Ես հիմա ձեզ կասեմ, Նիկոլ Փաշինյանի հենց պատասխաններում, ինչպես Պուտինի մոտ այնպես էլ Հայաստանում նա վերահաստատում է, որ ԵԱՏՄ եւ Եվրամիության միջև քանի հնարավոր է համատեղել, ուրեմն կհամատեղենք։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա ինչ է նշանակում։
Նա ասում է, ես այդ դիրքորոշումն ունեմ։ Դա նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, թեկուզ սառեցված կարգավիճակում, այսինքն մնալու է այն ինչ կա, նորություն չկա, Նիկոլ Փաշինյանն ասում նորություն չկա։ Այսինքն Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում, ռուսական ռազմաբազան շարունակելու է մնալ Հայաստանում, եւ Հայաստանը Եվրամիության հետ ուղղակի տենց մանր-մունր ծրագրեր է իրականացնելու։ Սա է նրա որոշումը, որի մասին նա խոսում է։ Ինչ եվրոպական ինտեգրացիա։ Եվ ես ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը միտք ունենա Եվրամիությանն անդամակցելու, նա հենց այսօր կարող է 13 թվականին, որ Սերժ Սարգսյանը չստորագրեց, հանել այդ պայմանագրերը, Եվրամիությանն առաջարկել վերաբանակցել եւ նորից թարմացնել ու ստորագրել։ Դուրս գալով ԵԱՏՄ-ից, դուրս գալով ՀԱՊԿ-ից։ Ինչպես դա արել են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նման բան չի անում։ Որովհետեւ նա հեռատես է, չի ուզում որպեսզի ռուսական այդ ծանր մեքենան տանկերը Հայաստանի վրայով անցնեն, այդ դեպքում ասեք, որ հենց այդպես է, այլ ոչ թե եվրոպական ինտեգրման լոլոներ ու հեքիաթներ պատմեք։ Եվ սիրելի ժողովուրդ, ես որպես քաղաքագետ նայում եմ փաստերին ու արդյունքներին։ Կա հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն։ Եվ այդ լարվածությունը ավելի շատ ստեղծում են գիտեք ովքեր։ Արևմուտքը անընդհատ քաշում է իր կողմ։ Փաշինյանին կանչում են թուրքերը, Ալիևը, Էրդողանը, անընդհատ հանդիպումներում բացատրում են, համոզում են, պոկվի, մենք ես կտանք, ես կխոստանանք, են կտանք, հետո գնում է Մոսկվա, Պուտինի մոտ այսպես խելոք նստում է, մի քիչ ցույց է տալիս ինքը իբր նեղացածը, բայց գործնական ոչ մի քայլ Ռուսաստանի դեմ, ոչ մի քայլ, իսկ ինչ վերաբերում է այն սահմանապահները դուրս են եկել, ինչ վերաբերում է ռուսական զենքերի գնումից հրաժարվելը, Ռուսաստանն ինքն է հրաժարվել զենք վաճառել, այլ ոչ թե հայերն են հրաժարվել ռուսական զենք գնել։ Ռուսաստանը զենք այլևս չի վաճառում ոչ մեկին, նաև Ադրբեջանին։ Ռուսական շենքի զենքը այսօր արտադրվում է ուկրաինական պատերազմի համար։ Այսինքն դա ներկայացնել, որ Հայաստանը դեմարշ արեց եւ այլևս ռուսական զենք չի գնում, ռուսները իրանք են հրաժարվել Հայաստանի զենք վաճառել իրենց դարտից ելնելով։ Կոնտրակտները նույնիսկ չեն կատարել, հա։ Ներկայացնել, որ իբր սահմանապահներին ռուս հերացրել է Զվարթնոց օդանավակայանը, չգիտեմ որտեղից, սահմանապահները ինչ Սահմանապահները ժամանակավոր դեր են կատարել։ Կարևորը ռուսական ռազմաբազայի ներկայությունն է, որի մասին որևէ խոսք չկա, որ պետք է դուրս գա Հայաստանից։ Հետևաբար, բոլոր այդ, ինչպես ասում են, հակառուսական լոլոները չափազանցված են։ Նիկոլ Փաշինյանի մոտ կա հակառուսական PR, բայց գործնականում հակառուսական ոչինչ էլ տեղի չունենում։ Չնայած ռուսներն ունեն մտավախություն, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը անկառավարելի է։ Տեսեք, եթե մի մարդ, որը հայ ժողովրդի նվիրական պայքարը մի օրում փոշիացրեց ճանաչելով Ղարաբաղ Ադրբեջան, այդ մարդուց սпасելի է ամեն ինչ։ Բայց այս պահին նա դեռևս ռուսական, այսպես ասած, կառավարման ներքո է։ Նա դրանից դուրս չի եկել։ Գործնականում ոչինչ չկա կապված Ռուսաստանից փոխվելու եւ արևմուտք գնալու հետ։ Ինչ վերաբերում է Թրամփի ծրագրին, TRIP-ին, դա դեռևս ընդամենը ստորագրված շրջանակային փաստաթուղթ է, որը դեռևս գործնականում ոչ մի արդյունք չունի։ Երբեմն մեկնաբանություններ եմ լսում, որ ամերիկյան ռազմական մասնավոր ընկերություններ են գալու կանոն են Հայաստանի հարավում։ Նման բան ոչ պայմանագրերում կա, ոչ էլ բանավոր խոսքում։ Դա ինչ որ մտածածին մարդկանց երևակայություն է, նման բան չկա։ Դա վերաբերում է մասնավոր ամերիկյան ընկերությունների ներդրումներին, որոնք իբր պետք է Հայաստանում դա լավ կլինի իհարկե։ Ես կուզենամ, որպեսզի Հայաստանը լինի տրանզիտ երկիր, բայց երբեք այդ տրանզիտը ոչ թե դառնա Ադրբեջանը Նախիջևանին կապող, միակ իմաստը դա լինի։ Այլ օգուտ բերի Հայաստանի, ոնց որ Վրաստանի դեպքում է։ Դա կկոչվի TRIP, չգիտեմ, կկոչվի ցանկացած մեկի անունով էական չէ։ Էությունն է կարևոր, բայց մենք տեսնում ենք, որ դա դեռևս օդից կախված է։ Այսինքն անցել է 1 տարի, օգոստոս, անցած տարվա օգոստոսին, այս տարվա օգոստոսին կլինի 1 տարի, որ ստորագրվել է TRIP-ի մասին այդ համաձայնությունը։ Բայց վերջնական ոչ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ ստորագրված, ոչ էլ այդ TRIP-ն է մտել գործնական հունի մեջ։ Պատճառն ի՞նչն է։ Պատճառը Իրանի պատերազմն է Իրանում եւ Ռուսաստանի արձագանքը։ Մենք տեսանք, որ Ռուսաստանը փաստորեն հրաժարվում է դուրս գալ տարածաշրջանից։ Եվ Նիկոլ Փաշինյանի պահանջը, որպեսզի ռուսները հրաժարվեն կոնցեսիոն կառավարումից երկաթուղիների, մենք տեսնում ենք, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը ձախողվելը չի հասել արդյունքի։ Ռուսները հասկացրել են, որ իրենք մտադիր չեն դա զիջել ամերիկացիներին, թուրքերին կամ որևէ մեկին, որովհետև հայկական կողմի փաստարկները համոզիչ չեն։ Եվ տեսեք, թե ինչ ասում վերջում Պուտինը, որ ինչպիսի արդյունք է լինի ընտրություններում, ինքը ակնկալում է, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն մնալ նույնը եւ զարգանալ։
Իսկ սա ինչ է նշանակում, որ Վլադիմիր Պուտինը ուղեղացած Նիկոլ Փաշինյանին, որ եթե դու շարունակես խելոք կատարել այն, ինչ որ մենք քեզ ասում ենք, մենք կաշխատենք քո հետ։ Եթե դու չանես այն, ինչը որ հայ-ռուսական հարաբերությունները ավանդական ջերմ դրան կվնասես, կլինի խնդիր։ Սա էր Պուտինի ասածը եւ անկեղծ էր իրականում Պուտինի կողմից։ Եվ Նիկոլ Փաշինյանը փորձելով որոշակի այսպես տակից դուրս գալ, իրականում նա, ինչպես ասացի, եկավ Հայաստան եւ իր հավատարմությունը հայտնեց։ Իսկ ինչ վերաբերվում է Ալեն Սիմոնյանի եւ մյուսների, որ եթե գազը թանկացնեն, մենք ՀԱՏՄ-ից հապկից դուրս կգանք, եւ միաժամանակ նա հավելել է, որ չի պատկերացնում, որ դա հնարավոր է։ Այսինքն մենք տեսնում ենք խոսք, իրոնիա Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի կողմից ռուսական կողմին, բայց գործնական ոչինչ չենք տեսնում։ Սա է խնդիրը։ Եվ սա հնարավոր բոլոր քաղաքականություններից ամենավատն է, որովհետև սա նշանակում է խաբել սեփական ժողովրդին, մոլորեցնել, մանիպուլացնել։ Դու ունես իբր հակառուսական հռետորաբանություն, նեղացվածություն, բայց գործնականում ոչինչ չես անում դրա դեմ։ Իսկ այն, ինչ որ Հայաստանը արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնում, դա միշտ է եղել։ Հայաստանը արևմուտքի հետ բազմաթիվ պրոյեկտներ է իրականացրել, Հայաստանը ԱՄՆ-ից ստանում էր ֆինանսական աջակցություն հազարամյակի մարտահրավերներ ծրագրով, Հայաստանում ֆրանսիական ներդրումներ են եղել, գերմանական ներդրումներ են եղել, հանքարդյունաբերության մեջ, հեռահաղորդակցության մեջ, այսինքն Հայաստանի եւ արևմուտքի հարաբերությունները երբեք Ռուսաստանը դրան խոչընդոտ չի հանդիսացել, եթե դրանք չեն վերածվել հակառուսական ինչ-որ մի պրոյեկտի։ Եվ մենք տեսնում ենք, որ այս նույն քաղաքականությունը շարունակվում է եւ երբ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, կարելի է այդպես ասել, լավ, եթե ոմանց դուր է գալիս, որ Հայաստանը ժողովրդավարական է, այստեղ սոցցանցերը ազատ են եւ նույնիսկ ժողովուրդը բողոքում է, որ չափազանց ազատ են, թե ով է բողոքում, չգիտես, իրանք իրենց մեջ են բողոքում, երբ իրանք են նեղվում դրանից։ Ամեն դեպքում սա արդարացում էր, որ իրականում Նիկոլ Փաշինյանը եթե ունենար համարձակություն Պուտինին տեղը դնելու, պետք է ասեր մի նախադասություն, որ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, դա մեր երկրի ներքին գործերն են եւ խնդրում եմ, որպեսզի մեր քննարկման թեման երկրների ներքին գործերի միջամտության սկզբունքը հարգենք։ Դա կլիներ կոշտ պատասխան, դա կլիներ տեղը դնել, պորտատեղադրում անել, բայց Նիկոլ Փաշինյանը նման համարձակություն չի ունեցել, նա սկսել է բացատրել, արդարանալ, որ Հայաստանում գիտեք ժողովրդավարությունը եւ մենք պրոռուսական ուժերի արժե որևէ խնդիր չենք դնում, ուղղակի այնտեղ կա անձնագրի խնդիր եւ մեր օրենքն է այդպեսին։ Մենք չենք արեստական արգելում այդ մարդուն մասնակցել ընտրություններին, ուղղակի մեր երկրի օրենքով դա հնարավոր չի։ Что касается наших внутриполитических процессов, вы знаете, Армения демократическая страна, и у нас фактически всегда есть политические процессы, и это для нас уже обычная вещь. И фактически дважды в году у нас проходят выборы, муниципальные выборы, они тоже очень политизированные, потому что по итогам наших политических реформ там тоже люди голосуют за или против политических партий. Я имею в виду, что у нас да, очень многие наши граждане, не очень многие, но есть граждане, которые думают, что в Армении слишком много демократии. Но это для нас принципиальный вопрос. У нас социальные сети, например, на 100% свободны, нет вообще никаких ограничений. И очень много граждан думают, что это слишком. И в общем контексте, честно говоря, у нас нет в местах не столь отдаленных участников политического процесса. И я хотел бы обратить внимание, что, например, у нас предстоят парламентские выборы, это выборы депутатов, и по итогам этих выборов, и это фактически де-факто и выборы премьер-министра. И я хотел обратить ваше внимание, что в этих выборах могут принять участие те граждане, только имеют исключительно армянский паспорт. То есть, со всем уважением, люди с российским паспортом, согласно Конституции Республики Армения, они не могут быть ни кандидатами в депутаты, ни кандидатами в премьер-министра. Так что тут никаких ограничений нет. Սա արդարացում էր, այլ ոչ թե Պուտինին ինչ որ բան հասկացնել դեմոկրատիայի դասեր տալ։ Հետևաբար, երբ որ կոնտեքստից կտրում են մարդու խոսքը եւ առանձին են ներկայացնում, դա ենք ունենում։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ մեկնաբանություններում ուղղակի կա մոտիվացիա, հակառուսական մոտիվացիա։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է, սիրելի բարեկամներ։ Ես ասում եմ, կա հայ-ռուսական հարաբերություններում եւ Փաշինյան-Պուտին հարաբերություններում լարվածություն։ Բայց
քաղաքականությունը դա ռեալիզմ է, պրագմատիզմ է։ Փաշինյանը իրեն հաշիվ է տալիս, որ կտրուկ քայլերի դեպքում ինքը անձամբ է ուժելու Հայաստանի հետ միասին։ Պուտինն էլ իրեն հաշիվ է տալիս, որ պետք է բաց արդեն խաղա, ներկայացնելով նաև հայ ժողովրդին իրողությունները, որ ուկրաինական ժողովրդի նման չընկնեն այն օրը, որը այսօր ընկել են։ Երբ իրենց իսկ իշխանությունները ընդհանրապես ներկայացնելով վարդագույն երազանքներ, արդյունքում ունեցան պատերազմ, ավերածություններ եւ կորուստներ։ Չկա այն իրականությունը, որը ձեզ ներկայացվում է, որ իբր Փաշինյանը չգիտեմ ինչ արեց։ Չկա այդ իրականությունը։ Ուրեմն արձանագրենք, եզրափակենք, առաջին կան հայ-ռուսական հարաբերություններում լարվածության կետեր, բայց Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում եւ դրանից հետո հաստատեց Հայաստանը Եվրամիության հետ ընդհանրապես զարգացնելու է այնքան իր հարաբերությունները, որքան դա չի խանգարի ԵԱՏՄ-ին անդամակցությանը եւ հայ-ռուսական հարաբերություններին։ Դա նշանակում է Հայաստանը Եվրոպական միության անդամակցության օրակարգ այսօր չունի, այդ ամեն ինչը PR է, այդ ամեն ինչը քարոշություն է։ Եվ եթե գա մի օր, որ կլինի ընտրություն կատարել, հայ ժողովուրդը այդ ընտրությունը կկատարի։ Այդ օրը երբ է անհայտ է, այդ օրը կարող է ընդհանրապես չգա։ Երկրորդը, մենք արձանագրեցինք, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում Վլադիմիր Պուտինին ասելով, որ մի միջամտի մեր ներքին գործերին։ Նա արդարանում է, որ ընդհանրապես օրենքները թույլ չեն տալիս, որպեսզի պրոռուսական գործարար Սամվել Կարապետյանի երևի նկատի ունի մասնակցի որպես վարչապետի թեկնածու, թե չէ, նա խոչընդոտներ չի ստեղծում եւ ընտրությունները երբեք չեն հարադառնալու հայ-ռուսական պատմական ջերմ հարաբերությունների վրա։ Երրորդը, տնտեսական առումով դե ԵԱՏՄ-ի մասին արդեն ակնարկից հետո պարզ է դառնում, նույնիսկ չբարձրացրեց գազի գնի վերան այնման ինչ որ հարց, ցույց տալով օրինակ ես կլինեի կասեի Վլադիմիր Վլադիմիրովիչ, Հունգարիայում, տեսեք որտեղ է Հունգարիան, որտեղ ենք մենք։ Մենք ԵԱՏՄ-ում ենք հապկում ենք, Հունգարիան այդպեսին չի։ Հունգարիան Եվրամիության մեջ է, ինչքան էլ ձեր հետ ունի լավ հարաբերություններ, բայց նրա քաղաքացիները ստանում են նույնքան գազ, նույնքան են վճարում, որքան մենք, ինչպես դա կարելի է հասկանալ։ Եկեք մի քիչ վերանայենք։ Վրաստանը մեր հարևանն է, ձեր հետ ժամանակից օրինակ վարում է կրկնակի էժան Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների արդյունքում ինչու մենք չեն կարող նույնը ստանալ համոզեք Ադրբեջանին, քանի որ այս երկաթուղիներն էլ կառուցվեցին, խաղաղություն է հաստատվել, եկեք ավելի արդարացի պայմաններով մեր քաղաքացիներին համոզենք լավ լինի։ Նման հարցեր չի քննարկում Հայաստանի շահի տեսանկյունից հարցեր, որ գոնե այս աշխարհակաղակական պայքարի մեջ որոշակի բաներ կորզի։ Ոչ, չկա նման բան։ Ղարաբաղի հետ կապված փորձեց արդարանալ, որ Ռուսաստանն ինքն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջան, հետևաբար Հայաստանին մեղադրել, որ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանը արդարացի չէ։ Սա ամենահիմար արդարացումն էր, որ կարելի էր ունենալ, որովհետև ի սկզբանե Ղարաբաղյան կոնֆլիկտը առաջացել է Խորհրդային Միության վավերացումներով, Պոլիտբյուրոյի եւ 91 թվականի պայքարը եղել է հենց սովետական եւ սովետական Ռուսաստանի որոշումների դեմ։ Եվ այստեղ հարց է առաջանում, ինչու պետք է Ռուսաստանը ճանաչեր Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս, եթե Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել։ Հայաստանը իրավունք կունենա պահանջներ, պրետենզիաներ ներկայացնել Ռուսաստանի դեմ, այսպես խոսար, եթե ճանաչած չլիներ Ադրբեջանի կազմում։ Այդտեղաբար մենք արձանագրեցինք, որ իսկապես Նիկոլ Փաշինյանի հետ ես համաձայն եմ լիովին, որևէ նորություն չկա, Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանը շարունակում են մնալ ռուսական ազդեցության գոտում։ Հավանեք, բաժանորդագրվեք, մեկնաբանեք, տարածեք այս տեսանյութը, որպեսզի մեր հաղորդումները լինեն շարունակական եւ ձեզ ներկայացնեն ոչ թե քարոզչական հիմարություններ, այլ հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն։ Որքան էլ ես չհամակրեմ կամ համակրեմ, այս հարցերում ես առաջնորդվում եմ Հայաստանի տեսանկյունից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ Ռուսաստանի, եւ ձեզ ներկայացնում եմ այն իրողությունները, որոնք կան։ Առայժմ վաղը հնարավոր է շատ բան փոխվի, որովհետեւ աշխարհը դինամիկ է, մենք տեսնում ենք։ Կարող եք դուք իմանալ մի բան եւ այս ինֆորմացիան այլևս հնարա։ Մինչև դուք կհավանեք, ձեր մեկնաբանությունները կգնեք, կարող է այլ իրադարձություններ լինեն։ Աշխարհում շատ բան է հնարավոր, բայց այս պահի դրությամբ Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանը շարունակում են մնալ Ռուսաստանի ազդեցության գոտում։ Եվ Ռուսաստանի ազդեցությունը այստեղ մի քիչ թուլացել է, բայց ընդամենը մի քիչ թուլացել է։ Կհանդիպենք